Նա չէր հավատում անհնարինին, քանի որ նրա կամքն ավելի բարձր էր, քան ամենաբարձր լեռները։ 1800 թվականի գարնանը, երբ ծնվեց նոր դարաշրջանը, Ֆրանսիայի առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը որոշեց դիմել Միքայելի, որը սահմանակից էր խելագարությանը։ Նա առաջնորդեց իր 40 հազարանոց բանակը դեպի ահարկու և անմատչելի Ալպյան լեռները, Սան Բեռնարի լեռնանցքով։ Պատմության մեջ միայն Հանիբալն էր համարձակվել անել դա հազարամյակներ առաջ։ Պատկերացրեք այդ շլացուցիչ տեսարանը, երբ հավերժական ձյուների և սառույցների թագավորությունում, որտեղ օդը սառն է ու թափանցիկ, հայտնվում է մի պատանի գեներալ, ծածանվող վառ կարմիր թիկնոցով հեծնած սպիտակ նժույգը։ Նրա ձեռքը վստահ ցույց է տալիս ճանապարհը դեպի առաջ, դեպի հաղթանակ և դեպի փառք։ Նա ջախջախեց բնության դիմադրությունը, անցնելով լեռները ընդամենը 6 օրում և հանկարծակիի բերեց թշնամուն Իտալիայի հարթավայրերում։ Սա ուղղակի ռազմական մանյովր չէր, սա մարդկային ոգու տրիումֆն էր, սառը քարերի հանդեպ ապացուցելով, որ իսկական առաջնորդի համար խոչընդոտները պարզապես աստիճաններ են դեպի անմահություն։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։